Բարև բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեր հաղորդմանը, եթերում հայուտեսակ հաղորդաշարն է, լրատվական ռադիոյի այն հաղորդումը, որը կարծես թե ամեն անգամ փորձ է անում գոնե ուրվագծելու իրական հայուտեսակը։ Իսկ իրական հայուտեսակը այն է, որը ոչ թե եսի պատվանդանից պիտի խոսի, այլ պիտի կարողանա իր եսը սպանի, ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, մենքի պատվանդանը կատարյալ դարձնելու համար։ Հիմա, երբ որ երկու եսերի պատվանդանների ընդհարում կա հանրության մեջ եւ այդ եսերի բևեռների միջև կայծակներ ու շանթեր են ճարճատում, կարծում եմ պիտի որ սթափության կոչը հնչի ավելի մեծ մենքի, ավելի մեծ եւ հզոր եւ ավելի ազգային պատվանդանից։ Քավլիցի որևէ կերպ չեմ ուզում կասկածի տակ դնել տղաների ազգային պատվանդանը։ Երբևէ եւ որևէ կերպ գոնե իմ ճանաչած տղաների մասին որևէ կերպ չեմ կարող կասկածի անգամ երանգ նշել ազգային պատվանդանի նրանց կատարելության համար։ Բայց այս պահին կարծում եմ շատ ավելի բարձր կանելու, մենք մեզնից ավելի բարձր գտնվելու եւ այս ամենի մեջ ավելի քան հանճարեղ մենքի բանաձև գտնելու առաքելությունն ենք։ Եվ սրա համար ավելի քան մեծ կամք է պետք։ Նախ եւ առաջ ոչ թե բարի կամք, այլ հայի կամք։ Ավելի ոչ թե օրվա կամք, այլ մեծ կամք։ Մեծ կամք, հզորի կամք, որը ընդհանրացնող պիտի լինի։ Եվ քանի դեռ մենք չենք կարողացել կերտել մենքի պատվանդանը, որի առջև պիտի հաշվի նստեն նաև երկու բևեռները, կարծում եմ այս ընդհարումը դեռ շատ ջուր վերցնող խմոր է լինելու։ Այն, որ խորենացիով չի վերջանալու մեր երկրի խնդիրները, որովհետև եթե խնդիրը չտեսնելու մեծ առաքելություն կա, խնդիրները երկրում չեն վերջանալու։ Մենք անընդհատ չի բանի վրա ցեխ ենք քսում, անընդհատ, չգիտեմ, մաշկի ինչ որ հիվանդությունների վրա ինչ որ պիտակներ փակցնում, բժշկական ներքին օրգանների ցավերի դիմաց դեղեր, հաբեր կուլ տալիս եւ մտածում, որ ավելի երջանիկ չենք կարող լինել։ Կարծում եմ պետք է իրոք մտածել ներքին առողջության մասին, պետք է իրոք մտածել ինչպես պատճառը վերացնել, որպեսզի ոչ թե արտաքին արհեստական, ձևական պիտակներով կոծկել այնինչ իրականում կա, այլ փորձել ուղղակի վերացնել այնինչ կա, ինչ հիվանդություն կա, ինչ փակուղի կա մեր երկրում եւ թույլ տալ, որ արյունը լիարժեք շրջանառվի։ Գիտենք, որ եթե մարմնի վերջույթներին լիարժեք արյուն չի հասնում, ապա նրանք ի վերջո պիտի վիրահատվեն եւ հեռացվեն։ Քանի դեռ այդ խցանումները չի հասրել այն աստիճանի, որ մեր վերջույթները, որով մենք պիտի շարժվենք, ներքևի վերջույթներով, եւ վերևի վերջույթներով, որով պիտի պաշտպանենք եւ սնվենք, եկեք այնպես չանենք, որ զրկվենք այդ վերջույթներից, քանի դեռ երկրի ներքին խցանումը չի հասրել այդ աստիճանի։ Հիրավի բարդ է խոսել անգամ ուր մնաց լուծումներ առաջարկել։ Բարդ է մեր գեղեցիկ ոսկեղենիկ հայերենի մեջից բազմահազարանոց, տասնյակ հարյուր հազարանոց բառապաշար ունեցող լեզվից գտնել այն եզակի մի քանի բառը, որպեսզի սպեղանի խոսքեր ասվի։ Սպեղանի, որը բուժիչ կլինի բոլոր կողմերի համար։ Բարդ է, բայց ոչ անհնար։ Բարդ է, բայց պարտավոր ենք։ Նժդեհը պիտի ասեր, որ իզորու ես, եթե գտնում ես, որ պարտավոր ես, կարող ես, եթե գտնում ես, որ պարտավոր ես։ Մենք պարտավոր ենք այսօր գտնել այդ լուծումը։ Պարտավոր ենք, եթե ուզում ենք շարունակել գոյատևել որպես պետական միավոր։ Պարտավոր ենք
Եթե չենք ուզում վերջնականորեն կորցնել այս պետական միավորը, պարտավոր ենք, եթե ուզում ենք, որ ի վերջո կայանա միացյալ եւ հզոր Հայաստանը, պարտավոր ենք, եթե ուզում ենք լուծումը ի վերջո գտնել, որ Արցախը հայրենիքի անբաժանելի մասն է, պարտավոր ենք, եթե հասկանում ենք, որ մեր հայրենիքից որևէ թիզ հող սակարկման ենթակա չէ եւ ոչ թե որևէ մեկը իրավունք չունի, այլ եթե գտնվի նման դավաճանը, որը որևէ թիզ հող սակարկման կդնի կամ առք ու վաճառքի շուկա կտեղափոխի, ինքը կհայտնվի պատմության շուկաներում եւ ստրուկների շուկաներում, պատմության ստրուկների շուկաներում, որտեղ մանր ու մեծ չարչիները կվաճառեն իրենց տարբեր կրքի հատորներում նրանց անունները երբեմն անգամ զլանալով պատմության էջերը կեղտոտելու համար։ Պարտավոր ենք զորեղ լինել, լուծումներ գտնել այն անհրաժեշտ բառերը, որը պիտի ի վերջո ստեղծի այն հավաքական ոգին, որը պիտի մենքի պատվանդանը դառնա։ Մի անգամ եւս պիտի կոչս ուղեմ, չգիտեմ, երևի թե վարկաբեկված այդ բառին, մտավորականությանը։ Վարկաբեկված այդ բառին, որովհետև ես ինքս երբևէ չէի դիմի միակողմանի ոչ նախագահին, ոչ իշխանություններին, ոչ էլ այն տղաներին, որոնք գտնվում են ներսում, որովհետև արդեն իսկ քո տեսակը, մտածողի տեսակը, ազնվականի տեսակը պիտի որ ավելին լիներ, քան կողմ բռնելը։ Կմտածեի ստորագրել նամակներ, թե չստորագրել, եւ եթե ինչ-որ մարդկանց ստիպել են ստորագրել, եթե ինչ-որ մարդկանց հորդորել են ստորագրել, եթե ինչ-որ մարդկանց երբեմն նույնիսկ շահարկել են, երբեմն նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, պիտի սթափության կոչ անեմ եւ իրական այն մտածող մարդկանց, ազնվական մարդկանց, որոնք տեսակ ունեն, հայու տեսակ ունեն, եւ մտածում են այն բարձր վեհ կետից, որը հայոց ապագա է կոչվում, եւ իրենց պատրաստ են հայոց ապագայի պատվանդան դարձնելու, կոչ եմ անում այսօր էլ, այսօր իսկ գտնել իրար, գտնել եւ գտնել այն լուծումը, որը կստիպի հաշվի նստել այն մարդկանց, որոնք չեն ուզում գան դեպի ընդհանուր դաշտ, այն մարդկանց, որոնք խուսափում են այդ ընդհանուր դաշտից, որովհետև սեփական անդրդվելի դաշտը ավելի զորեղ է թվում։ Պիտի ստեղծվի եւ արարվի այն իրական ազգային դաշտը, որը պիտի ստիպի հաշվի նստել, որը պիտի տա ապացույցը, որ իրենց դաշտերը շատ ավելի տկար եւ անզոր են, քան իրական ազգային դաշտը։ Մնացեք բարյավ եւ խաղաղությամբ։ Վստահ եմ հայ ազգի իմաստության։ Վստահ եմ, որ ինչպես Նժդեհը կասեր, որ ազգն ավելին է անգամ, քան իր ամենամեծ հերոսը։ Նույն կերպ ազգն ավելի իմաստուն է, քան անգամ իր ամբողջ պատմության ամենաիմաստուն անձը։ Վստահ եմ ազգի իմաստության վրա, վստահ եմ առավել ազգի ազնվականության իմաստության վրա։ Այն, որ կհասկանանք ու մեկ օր կլինենք միասին։ Մեկ օր կլինենք մենք եւ ոչ թե ես։ Մեկ օր մենքի եւ ապագայի։ Եթերում հայու տեսակն էր, լրատվական ռադիոյի եթերում, մնացեք մեզ հետ, կհանդիպենք հուսամ ավելի բարի լուրերով։